Մենք այդ ամենը տրամադրեցինք, քանի որ վախենալու ոչ մի բան չունենք, ի սկզբանե չենք ունեցել։ Մենք երեկվա դեպքը էլ չէր, որ զարմացանք, մենք պատրաստ էինք, սպասում էինք, հենց Գրիգոր Ղուկասյանը գիտեր, որ դրանք գալու են, ու այդպես դիմավորեցինք։ Ուղղակի ծանր է տանում աշխատակազմը, ծանր է տանում Գյումրին, գյումրեցին, որ Ղուկասյանի հետ նման կերպ վարվեցին, որը չէր կարելի, պարզապես ամոթ էր ու ամբողջ Գյումրին երեք բղավում էր ամոթանք էր տալիս երկրի վարչապետին, ամոթանք էր տալիս բոլոր պատգամավոր կոչվածներին եւ ի վերջո իրոք ամոթ է, որ Գյումրեցի լինելով Գյումրեցուն փորձում են այսպես արժեզրկել, բայց ասեմ, իրենց մոտ միևնույն է չի ստացվում, մենք չենք հանդարտվելու, գնալու ենք մինչև առաջ, մեր քաղաքապետից մենք դա ենք սերմանել ու այդքան է անել։ Քաղաքական պատգամավորները մեծ ոգևորության մեջ են, տեսնում ենք իրար երկ չտալով գրառումներ են կատարում, հրճվանքի մեջ են, որ կալանավորվել է Գյումրիի քաղաքապետը, գիտենք նաև, որ օրեր առաջ Կարեն Սարուխանյանը, այսպես ասած, զգուշացնում էր անդադ իր գրառումների մեջ, եթե ուշադիր եք, ասում է ժամանակավոր նշանակված քաղաքապետը, այսինքն այս ամեն ինչը խոսում է դրա մասին, որ իրենք ինչ-որ սցենար ունեն։ Ասեմ Անահիտ ջան, այդ մենակ այդ պատգամավոր ես իրենց չեմ էլ համարում, ով է Կարեն Սարուխանյան, այդպես չասեմ Կարենը, Էման, այդ չագերտավոր պատգամավորները ոչ մի կերպ չեն կարող փոխել, իրենք ինքան պարավ են, բայց այդ գումարը ստանում են, պարավ նստած են, թե բնականաբար պետք է այսպիսի նյութեր անեն, հեգնանք, Ղուկասյանը բոլորս եք ճանաչում, որ Ղուկասյանը հեգնելու մարդ չէ, հեգնելու քաղաքապետ չէ, Ղուկասյանը արած գործերի վրա կարելի է հեգնել, իհարկե ոչ, այո, թուրքահպատակներ բարից շատ էին խառնվել իրար, ասեմ, որ մեղմ ենք ասել։ Խնդրում եմ կներկայանաք դուք։ Ես Լուսինե Անանյանը, Կոմունիստական կուսակցության խմբակցության քարտուղար։ Կասեք, մոտ կես ժամ տևած այս խոզարկության ժամանակ ինչ առգրավվեց։ Ինչ որ տիվի առգրավվեց, դա էլ ասում են երեկվա դեպքերի հետ կապ չունի, այս էլ ուրիշ դեպքեր է, դետքան ոչինչ չկար, որ առգրավեին, այստեղ ասում էին մտնելու ենք առգրավեն, կոդրելու ենք դուրը, դե սովոր են կոդրեն, գետնին տաբալեն, երկրի վարչապետը հայտարարում է տաբալելու եմ, հրահանգ է ուղում, որ Ղուկասյանի հետ այսպես են վարվելու, այդպես էլ վարվեց, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, բնականաբար մենք պատրաստ ենք էլ ավելին, Ղուկասյանի հետ ենք, բոլորն են Ղուկասյանի հետ, այսօր շենքը այստեղ գտնվող բոլոր աշխատողները ցավ են ապրում, երևի ինքան հարգանք է վաստակել, որ այսպիսի մթնոլորտ է շենքում, ոչ ձայն, քար լռություն, միայն տխուր դեմքեր։ Ինչ է պատկրավել, չի լսվում հարցը։